1973 թվականի մայիս Հրազդանի ափին գտնվող փոքր արդյունաբերական քաղաք, որը խեղդվում էր խնձորենիների ծաղիկների մեջ։ Օդը խիտ էր ու քաղցր, գարնան, գետի ջրի և ապագայի բույրով։ Ապագա, որը 25-ամյա Արամ Վարդանյանի և նրա հարսնացու 22-ամյա Անիի համար թվում էր նույնքան պարզ և անսահման, որքան մայիսյան բարձր երկինքը։ Արամը տեղի հաստոցաշինական գործարանի լավագույն կարգավորողն էր, ոսկի ձեռքերով և հանգիստ վստահ հայացքով մարդ։ Անին մանկապարտեզի դաստիարակչուհի էր, տերեփուկի գույնի աչքերով և ժպիտով, որից թվում էր, թե արևն ավելի պայծառ է շողում։ Նրանք այն իդեալական խորհրդային զույգն էին, որին բարի նախանձով էին նայում բոլոր հարևանները, իսկ նրանց լուսանկարը կախված էր գործարանի պատվո գրատախտակին։ Նոր Խրուշչովկայում գտնվող նրանց փոքրիկ, բայց արդեն գրեթե կահավորված բնակարանը սպասում էր իր տերերին, իսկ հարսանիքին մնացել էր ուղիղ 2 շաբաթ։ Նրանք ծանոթացել էին 2 տարի առաջ, քաղաքային զբոսայգում կազմակերպված պարերի ժամանակ, երբ Արամը նոր կոստյումով փոքր-ինչ անշնորհք չէր համարձակվում նրան հրավիրել։ Նա, նկատելով տղայի շփոթմունքը, ինքը մոտեցավ, և այդ երեկոյից նրանք այլևս չէին բաժանվում։ Նրանց սերը հանգիստ էր, անաղմուկ, իսկական։ Այն բուրում էր կարկանդակներով, որոնք Անին թխում էր կիրակի օրերին և մեքենայական յուղով, որը ներծծվել էր Արամի ձեռքերի մեջ։ Դա սեր էր, կառուցված ընդհանուր երազանքների, կինո գնալու, ափով երկար զբոսանքների, երեխաների և ամառանոցի մասին պլանների, այն պարզ ու հասկանալի կյանքի վրա, որին ձգտում էին միլիոնավոր խորհրդային մարդիկ։ Այդ շաբաթ օրը, մայիսի 13-ին, նրանք համեստորեն ընկերների շրջապատում նշում էին Անիի ծննդյան օրը հենց այդ նոր բնակարանում։ Աղմկոտ էր, ուրախ, միացրած էր մագնիտոֆոնը, խմում էին խորհրդային շամպայն և հավատում, որ առջևում միայն երջանկություն է։ Իսկ երեկոյան, մոտ 11-ին, Անին գնաց ճանապարհելու իր ընկերուհուն։ Նրա տունն ընդամենը 2 թաղամասային կողմ էր, խաղաղ, վատ լուսավորված պուրակի միջով, և Արամն ուզում էր գնալ նրա հետ, բայց նա ծիծաղեց։ «Արամ, հիմարություն մի արա, այստեղ 5 րոպեի ճանապարհ է, վերադարձիր հյուրերի մոտ, ես հիմա կգամ», ասաց նա, հեռացավ և չվերադարձավ։ Կես ժամ անց Արամն անհանգստացավ։ Եվս մեկ ամփոքրի օր անց նա հյուրերին ոչինչ չասելով դուրս եկավ փողոց ու գտավ նրան հենց այդ պուրակում։ Նա պառկած էր գետնին, հին յասամանի տակ, որը նրա վրա էր գցում իր սպիտակ ծաղիկները, արցունքների նման։ Նրա նոր զգեստը, որը գնվել էր ծննդյան օրվա առթիվ, պատռված էր, իսկ աչքերը, այն նույն տերեփուկի գույնի աչքերը, նայում էին դատարկության մեջ։ Նա ողջ էր, բայց այն Անին, ով 1 ժամ առաջ հեռացել էր նրանից, այլևս գոյություն չուներ։ Այս աշխարհում մնացել էր միայն նրա անձայն քարացած թաղանթը։ Արամը հանեց իր պիջակը, ծածկեց նրան և գրկած տարավ տուն, զարմացած անցորդների և լապտերների կողքով, որոնց լույսն այժմ վիրավորական վառ էր թվում։ Այդ գիշեր նրանց բնակարանում մեռավ ծիծաղը, մեռան երազանքները, մեռավ ապագան։ Հիվանդանոցում, ուր նրան տարան շտապօգնությամբ, Անին ոչ մի բառ չասաց։ Նա պարզապես պառկած էր և նայում էր առաստաղին։ Բժիշկը, տարեց, հոգնած մի տղամարդ, տարակուսած ձեռքերը տարածեց, շոկ էր, ուժեղագույն հոգեբանական տրավմա, և թե ինչ էր պատահել, կարող էր պատմել միայն ինքը։ Բայց նա լռում էր, իսկ Արամը գիտեր, թե ինչ է պատահել, քանի որ տեսել էր հետքերը գետնի վրա։ Նա տեսել էր Մալբորո թանկարժեք ծխախոտի մնացորդները, որն իրենց քաղաքում ծխում էին միայն 3-ը՝ Վարդան Մարգարյանը, կուսակցության քաղկոմի առաջին քարտուղարի որդին, Գոր Գրիգորյանը, մսի կոմբինատի տնօրենի որդին, և Սիմոն Խաչատրյանը, քաղաքի դատախազի եղբորորդին, ոսկե երիտասարդությունը։ Մաժորները, ինչպես նրանց անվանում էին ժողովրդի մեջ, 3 սրիկաներ, ովքեր կարծում էին, թե իրենց ամեն ինչ թույլատրված է։ Նրանք վաղուց էին աչք դրել Անիի վրա, փորձել էին ծանոթանալ, մոտենում էին հայրական Վոլգայով, առաջարկում տեղ հասցնել, բայց Անին միշտ քաղաքավայրի, բայց հաստատակամ մերժում էր։ Այդ երեկո ակնհայտորեն մերժումը չընդունվեց։ Մաժորներին նվաստացած ինքնասիրությունը, տաքացած ալկոհոլով վերածվեց գազանային դաժանության։ Իսկ հաջորդ օրը Արամը գնաց միլիցիա։
Նա նստեց քրեական հետախուզության պետ կապիտան Հակոբյանի դիմաց, ով հոգնած, ուռած դեմքով եւ երեկվա խումհարի հոտով մարդ էր։ Արամը խոսում էր հանգիստ, հստակ շարադրելով փաստերը։ Նա տվեց անունները, ասաց ծխախոտի մասին եւ պահանջեց գտնել ու պատժել։ Իսկ Հակոբյանը լսում էր, ծուլորեն ինչ-որ բան գծագրելով նոթատետրում։ Երբ Արամն ավարտեց, կապիտանը բարձրացրեց իր խամրած աչքերը եւ հարցրեց. «Վարդանյան, դու հասկանում ես, թե ում ես մեղադրում։ Դրանք հարգարժան մարդիկ են, նրանց հայրերն են այս քաղաքը կառուցել։ Իսկ քո հարսնացուն գուցե նա ինքն է հրահարել, կարճ ձգես թաքել, խմել, իսկ տղաները երիտասարդ են, թաքարյուն»։ Արամն այնպես սեղմեց բռնունցքները, որ մատների հոդերը սպիտակեցին։ Նա տուն էր վերադառնում, ատամների արանքից ասաց նա։ Նրանք նրան սպասում էին։ Վկաներ կան, քմծծիխ տվեց Հակոբյանը։ Վկաներ։ Ոչ։ Նրա խոսքն ընդդեմ նրանց խոսքի, իսկ նրանք կասեն, որ ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ, եւ նրանց կհավատան, իսկ նրան ոչ։ Այնպես որ իմ խորհուրդը քեզ տղա, մոռացիր, վերցրու դիմումդ, կյանքդ մի կորցնիր, համակարգը քեզ կախուլի ու չի խեղդվի։ Քո հարսնացուն ման է եկել, ում չի պատահում, կլավանա։ Ամուսնացեք, երեխաներ ունեցեք եւ շնորհակալություն ասեք, որ ողջ մնացել եք։ Այդ պահին Արամ Վարդանյանը հասկացավ, արդարություն չի լինելու։ Օրենք այս ստահակների համար գոյություն չունի։ Համակարգը, որին նա հավատում էր, որով հպարտանում էր, պարզվեց նեխած շղարշ է, որը ծածկում է կուշտ եւ իշխանություն ունեցողների կամայականությունն ու անօրինականությունը։ Նա լուր ոտքի կանգնեց եւ դուրս եկավ կաբինետից։ Նա չվերցրեց դիմումը, պարզապես հեռացավ, որպեսի դառնա այլ մարդ, ումից խլել էին ամեն ինչ, բացի ատելությունից։ Այն գիշեր, նստած Անիի հիվանդանոցային մահճակալի մոտ, նա որոշում կայացրեց. եթե օրենքը մեռած է, ուրեմն նրա դատավորն ինքը կդառնա։ Ինքը կլինի եւ քննիչ, եւ դատախազ, եւ դահիճ։ Նա կգտնի յուրաքանչյուրին, եւ յուրաքանչյուրը կվճարի իր գինը։ Նա նայում էր նրա դեմքին, որի վրա ոչ մի էմոցիա չկար, եւ անձայն երթում էր տալիս։ Նա կվերադարձնի նրա կյանքը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի տալ իրենը եւ խլել 3 ուրիշինը։ Այն երկու շաբաթները, որոնք պետք է լինեին հարսանիքի նախապատրաստություն, վերածվեցին պատերազմի նախապատրաստության։ Իսկ արտադրության առաջամարտիկ գործարանի հպարտություն Արամ Վարդանյանը վերածվում էր անողոք որսորդի։ Նա սկսեց իր խաղը։ Առաջինն իր ցուցակում Սիմոն Խաչատրյանն էր, ամենավաղկոտն ու ամենաթույլը այդ եռյակից։ Եվ Արամը գիտեր, որ պետք է սկսել հենց նրանից։ Կոտրել թույլ օղակը, որպեսի խուճապ սերմանի մյուսների մեջ։ Խաչատրյանն աշխատում էր լաբորանտ ինչ-որ հիմնարկում, որտեղ նրան տեղավորել էր քեռի դատախազը։ Աշխատանքը փոշոտ չէր, ձանձրալի էր, եւ Սիմոնը ժամանակի մեծ մասն անգործ թափառում էր, ծխում եւ պարծենում իր սխրանքներով։ Այդ գիշերվանից հետո նա լռեց, դարձավ նյարդային եւ վախվորած, իսկ Արամը սկսեց հետևել, ուսումնասիրելով նրա երթուղիները, նրա սովորությունները, նրա վախերը։ Նա ստվերի պես էր, անտեսանելի, անլսելի, ամենահաս։ Նա գիտեր, որ Խաչատրյանը մահու չափ վախենում է բարձրությունից եւ փակ տարածություններից։ Այս տեղեկատվությունը դարձավ նրա վրեժխնդրության առաջին ակտի բանալին, եւ պլանը պարզ էր ու սատանայական ճշգրիտ։ Այն գործարանում, որտեղ աշխատում էր Արամը, կար հին շահագործումից հանված կաթսայատուն, բարձր ըղյուցե խողովակով, ուր արդեն մի քանի տարի ոչ ոք չէր մտնում։ Արամն այդ վայրը գիտեր իր 5 մատը պես եւ սկսեց նախապատրաստվել։ Ընդ որում նա չէր պատրաստվում Սիմոնին սպանել իր ձեռքերով։ Օ ոչ, դա շատ պարզ կլիներ։ Նա ուզում էր, որ նա մեռնի սեփական վախից, եւ Արամը կեղծեց այն հիմնարկի բլանկն ու կնիքը, որտեղ աշխատում էր Սիմոնը։ Նա գրեց պաշտոնական կարգադրություն, չափել կրեոզոտի մակարդակը հաստատոշնական գործարանի հին կաթսայատնի ցղնելուձում, շտապ, կես ժամվա գործ է, ստորագրություն, կնիկ, ամեն ինչ միանգամայն արժանահավատ էր թվում։ Այս փաստաթուղթը նա գցեց Խաչատրյանի ղեկավարի սեղանին, ով առանց խորանալու էության մեջ կանչեց Սիմոնին եւ հրամայեց անմիջապես մեկնել օբյեկտ։ Խաչատրյանը հրաժարվում էր, ասում էր, որ դա իր գործը չէ, որ ինքը վախենում է, բայց ղեկավարն անդրդվելի էր, հրաման է։ Չես կատարի, կզեկուցեմ դատախազին, որ նրա եղբորորդին աշխատանքից խուսափում է։ Այդ երեկո Սիմոն Խաչատրյանը անիծելով ամեն ինչ աշխարհում եկավ գործարան,
իսկ Արամը սպասում էր նրան։ Նա դիմավորեց նրան դարպասի մոտ, աշխատանքային արտահակուստով, ներկայացավ որպես հերթապահ մեխանիկ։ «Սա դու ես, լաբորանտ», ասաց նա։ «Արագ արա, ես դեռ արտադրամաս պիտի փակեմ, բարձրացիր վերև, ես ներքևում կսպասեմ»։ Խողովակը շրջապատված էր մետաղյա աստիճանով, որը գնում էր դեպի մութ մայիսյան երկինք։ Խաչատրյանը վախից գունատված սկսեց բարձրանալ, ամեն քայլը նրան տրվում էր դժվարությամբ, քամին ճոճում էր փխրուն կառույցը, իսկ ներքևում մթությունն էր։ Արամը հանգիստ հետևում էր, թե ինչպես է Սիմոնի մարմինը սողում ավելի ու ավելի վերև։ Երբ նա հասավ դիտահարթակին ամենավերևում, Արամը մոտեցավ աստիճանի հիմքին, իսկ նրա ձեռքում նախորոք պահված գազի բանալին էր։ Մի քանի ճշգրիտ ուժեղ հարված հին ժանգոտված ամրակներին եւ աստիճանը, որը միացնում էր խողովակը գետնին, ճռնչոցով ցած ընկավ, իսկ Սիմոնը խողովակի գագաթին ճչաց։ Դա վախով լի բարակ, ծակող ճիչ էր։ Նա հայտնվեց ծուղակում 50 մետր բարձրության վրա, մի փոքրիկ հարթակի վրա, որտեղից ետ դարձի ճանապարհ չկար։ «Հեյ, ինչ պատահեց», գոռաց նա մթության մեջ, իսկ ի պատասխան խավարից դուրս եկավ Արամը։ Հեռավոր լամպերի լույսն ընկնում էր նրա դեմքին եւ այդ լույսի տակ այն դիմակ էր թվում։ «Բարև Սիմոն», ասաց նա կամաց, բայց նրա ձայնը հստակ լսվում էր վերևում։ «Հիշում ես Անիին»։ Խաչատրյանը կարացավ։ Նա ճանաչեց նրան, եւ այդ պահին նա ամեն ինչ հասկացավ։ Դա պատահականություն չէր, դա մահապետիժ էր։ «Դա ես չէի, դա Վարդանն էր, ես ոչինչ չեմ արել», ճչաց նա։ Նրա ձայնը խզվում էր։ «Դու կանգնած նայում էիր», պատասխանեց Արամը։ «Դու լսում էիր, թե նա ինչպես է լաց լինում։ Հիմա լսի լռությունը։ Գոռա, Սիմոն, բարձր գոռա, ոչ ոք չի լսի։ Ես գնում եմ։ Առավոտյան քեզ միգուցե գտնեն, եթե ավելի շուտ չընկնես»։ Արամը շրջվեց եւ հեռացավ առանց ետ նայելու։ Նա չէր լսում աղերսանքի եւ անեծքների ճիռերը, նա լսում էր միայն, թե ինչպես է իր հոգում ինչ-որ բան սառչում, վերածվելով քարի։ Նա գնում էր տուն, եւ գարնանային օդն այլևս նրան քաղցր չէր թվում, այն բուրում էր վախով եւ մահով։ Սիմոն Խաչատրանին գտան հաջորդ օրը կեսօրին։ Հերթափոխի եկած բանողները գետնին նկատեցին աստիճանի բոլորակները եւ գլուխները բարձրացնելով խողովակի գագաթին տեսան կծկված մարմին։ Կանքեցին միլիցիա, հրժերներին, նրան երկար ժամանակ հատուկ աշտարակի օգնությամբ իջեցնում էին։ Պաշտոնական վարկածը, որը հնչեցրեց քերի դատախազը, պարզ էր եւ հարմար բոլորի համար։ Դժբախտ պատահար, անվտանգության տեխնիկայի խախտում ծառայողական պարտականությունները կատարելիս։ Հնարավոր է նաեւ ինքնասպանություն նյարդային պորտկման հողի վրա։ Գործին ոչ մի ընթացք չտվեցին։ Թերթերը կարճ նշում գրեցին պատահարների բաժնում։ Քաղաքը շշնջաց եւ մոռացավ, բայց երկուսը չմոռացան։ Վարդան Մարգարյանն է եւ Գոր Գրիգորյան այդ նույն երեկոյան հանդիպեցին Բաղնիքում, խմելու եւ խոսակցությունների իրենց սիրելի վայրում։ Նրանք շոքեբաղնիկ էին ընդունում, խմում էին կոնյակ, բայց սովորական ցոփ ու շվայտ ուրախությունը չկար։ Սիմոնի մահը, թեկուզև այնպիսի չնչին մարդու, ինչպես իրենք էին համարում, նրանց վրա սառը ստվեր գցեց։ «Ինքն է թռել, վախկոտը», արտաշնչեց Գոռը, գարեջուրը լցնելով քարերի վրա։ Նյարդերը տեղի տվեցին։ Նա այն գիշերվանից ոնց որ խփված լիներ, ամեն ինչից վախենում էր։ Վարդանը, պարկած լինելով փայտե թախտին, լռում էր, նայելով առաստաղին։ Նա ավելի խելացի ու խորամանկ էր իր ընկերներից եւ չէր հավատում ինքնասպանությանը։ Սիմոնը չափազանց վախկոտ էր, որպիսի ինքը մտներ օղակի մեջ կամ ցած թռչեր խողովակից։ Նրան պետք է որ այնտեղ քշած լինեին։ Իսկ այն փականագործ Վարդանյանը, դանդաղ արտասանեց նա։ Ի՞նչն է։ Տեսել ես նրան։ Նա ստվեր է, այլ ոչ թե մարդ։ Գործից հիվանդանոց իր հիմարիկի մոտ ու տուն։ Նա ոչնչացված է, նրա խելքը մեզ չի հասնի։ Գուցե, ասաց Վարդանն ու նստեց։ Իսկ գուցե նա է Սիմոնին ճզմել, կամած ինչպես սարդը ճանջին։ Գոռը բարձրաձայն ծիծաղեց։ Դե լավ, ինչ կարող է նա անել։ Բանվորը մեր դեմ, իմ հոր դեմ, քո հոր դեմ, նա ծպտուն հանելուց էլ է վախենում։ Հակոբյանը նրան բաժնից լակոտի պես շպրտեց դուրս։ Նրանք էլի խմեցին։ Ալկոհոլը բթացրեց վախը, վերադարձրեց սովորական լկտի ինքնավստահությունը։ Նրանք իրենց համոզեցին, որ դա պատահականություն է, որ իրենց ոչինչ չի սպառնում, որ իրենք այս քաղաքի ու իրենց ճակատագրի տերերն են։ Դա նրանց ճակատագրական սխալն էր։ Արամ Վարդանյանը այդ ժամանակ նստած էր տան հետևի ցախանոցում գտնվող իր փոքրիկ արհեստանոցում։ Ցերեկը նա գնում էր գործարան, մեխանիկորեն կատարելով իր աշխատանքը։
Գործընկերները նրան նայում էին կարեկցանքով, ղեկավարությունը արձակուրդ էր առաջարկում, բայց նա ամեն ինչից հրաժարվում էր։ Երեկոյան գնում էր հիվանդանոց, նստում Անիի մահճակալի մոտ, բռնում նրա սառը ձեռքը եւ կամաց պատմում, թե ինչպես է անցել իր օրը, բայց նա չէր պատասխանում։ Նրա հայացքը դատարկ էր, բայց երբեմն, երբ նա խոսում էր այն մասին, որ արդարությունը կհաղթանակի, նրան թվում էր, թե աղջկա մատները հազիվ նկատելի սեղմում են իր ափը։ Դա բավական էր, դա նրա վառելիքն էր, իսկ գիշերները նա նախապատրաստվում էր, նրա արհեստանոցը վերածվել էր ռազմական գործողության շտաբի։ Պատին կախված էր քաղաքի քարտեզը, որի վրա դրոշակներով նշված էին Գոռի եւ Վարդանի տները, աշխատավայրն ու տեղաշարժման երթուղիները։ Արամը ուսումնասիրում էր նրանց կյանքը մանրադիտակի տակ։ Նա գիտեր ինչ է ուտում նախաճաշին Գոռը, ինչ ֆիլմեր է նայում Վարդանը, ում հետ են քնում, ինչից են վախենում։ Նա ստվեր էր, նա ուրվական էր, բայց ուրվական գազի բանալիով եւ սառցե հանգստությամբ հոգում։ Հաջորդ նպատակակետը Գոր Գրիգորյանն էր, հաղթանդամ, ալարկոտ մի տղամարդ, ով արփում էր իր ուժով եւ անպատժելիությամբ։ Նրա գիրքը, բացի կանանց նկատմամբ էժանագին հաղթանակներից, երկու բան էր՝ լափելն ու մոլախաղերը։ Ամեն ուրբակ նա իր ընկերների հետ գումարով թուղթ էր խաղում Հորմսի կոմբինատի պահեստային սենյակում։ Այս մասին քչերը գիտեին, եւ այդ գիտելիքը զենք դարձավ Արամի համար։ Իսկ պլանն ավելի բարդ էր, քան Խաչատրյանի դեպքում։ Մսի կոմբինատը, հսկայական դղրդացող հրեշ քաղաքի ծայրամասում, լավ պահպանվող տարածք էր, բայց այն մարդու համար, ով մեծացել էր այս քաղաքում եւ գիտեր բոլոր ծակուցուքերն ու արահետները, անհաղթահարելի արգելքներ չկային։ Արամը մի քանի գիշեր անցկացրեց դարանակալած, ուսումնասիրելով պարագիծը, պահակախմբի հերթափոխի գրաֆիկը, մասնաշենքերի դասավորությունը։ Նա ընտրեց իր արենան վրեժխնդրության երկրորդ ակտի համար։ Հսկայական սառցախցիկի արտադրամասը, մի վայր, որտեղ կենդանիների մարմինները վերածվում էին անդեմ սառցե բեկորների, մի վայր, որտեղ անգամ օդն էր ներծծված մահով։ Ուրբաթ օրվանից 2 օր առաջ Արամը գործի անցավ։ Գիշերվա քողի տակ նա ներթափանցեց կոմբինատի տարածք։ Նա իր հետ չվերցրեց ոչինչ, բացի բարակ, բայց ամուր մետաղալարի կծիկից եւ փոքրիկ պողպատե սեպից։ Նա գտավ սառցախցիկի դուռը։ Դա զանգվածեղ, պողպատապատ դուռ էր, ծանր փականքի մեխանիզմով, որը բացվում էր միայն դրսից, իսկ ներսից այն բացել հնարավոր չէր։ 10 րոպե անաղմուկ, կենտրոնացած աշխատանք եւ ծուղակը պատրաստ էր։ Նա աննկատ պողպատե սեպը դրեց փականի մեխանիզմի մեջ, այնպես որ փականքը չկարողանա մինչև վերջ փակվել, թողնելով փոքրիկ, գրեթե աննկատ արանք։ Ապա նա մետաղալարը քաշեց սեպից դեպի պատի օդափոխության ցանցը։ Բավական էր քաշել մետաղալարից եւ սեպը դուրս կթռչի մեխանիզմից, թույլ տալով փականքին ընկնել տեղն ու ամուր փակել դուռը։ Այժմ մնում էր միայն գազանին խափելով գցել վանդակե։ Ուրբաթ երեկոյան Արամը զանգահարեց Գորին փողոցային ավտոմատ հեռախոսից։ Նա փոխեց ձայնը, դարձնելով այն խրպոտ, արփեցողի ձայն։ Գոր ջան, Պավլիկ ծուրն է ասաց նա, տալով քաղաքում հայտնի խաղամոլի անունը։ Գործ կա։ Հարուստ կլիենտ է եկել մարզից, ուզում է խոշոր խաղալ, բայց մենտերը պոչից նստած են, քաղաք մտնել չի կարելի։ Մի ժամից մոտեցիր կոմբինատ, անցակետի մոտ կդիմավորեմ, խոշոր գումար է լինելու, քեզ դուր կգա։ Գոռը, ում ագահությունը միշտ հաղթում էր զգուշությանը, կուլ կմեց խայծը։ Նա սիրում էր հեշտ փողեր եւ արհամարում էր վտանգը։ Ընկերներին ասելով, որ հրատապ գործ ունի, նստեց հայրական Վոլգան ու գնաց կոմբինատ։ Արամը սպասում էր նրան անցակետի մոտ գտնվող հին բարդիների ստվերում։ Երբ մեքենան մոտեցավ, նա դուրս եկավ ընդառաջ։ Պավլիկը խնդրեց դիմավորել, ասաց Արամը։ Նրա դեմքը թաքնված էր կեպկիի ստվերի տակ։ Կլիենտը արդեն ներսում է, սառցախցիկում սպասում է։ Այնտեղ հանգիստ է, ոչ ոք չի խանգարի։ Սառցախցիկ գնալն ու թուղթ խաղալը տարօրինակ միտք էր, բայց Գորն արդեն գրգռված էր խաղի ակնկալիքից եւ ավելորդ հարցեր չէր տալիս։ Նա գնում էր Արամի հետևից կոմբինատի դատարկ ձայնակլանող միջանցքով։ Հումմսի եւ ցրտի հոտը գնալով ավելի էր ուժեղանում, մինչև նրանք մոտեցան զանգվածեղ դռանը եւ Արամը բացեց այն։ Բացվածքից սառցե շունչ փչեց։ Ներսում հերթապահ լամպերի կապտավուն լույսի ներքո կախված էին տավարի մսի շարքեր, ծածկված եղյամով։ Ուր են նրանք, հարցրեց Գոռը, ներս մտնելով եւ ցրտից կծկվելով։ Նրանք արդեն այստեղ են, պատասխանեց Արամը, մնալով դրսում, եւ նա քաշեց մետաղալարը, հնչեց խուլ կտոց։ Սեպը դուրս թռավ ու Արամն ուժգին շրխկացրեց ծանր դուռը։ Դղրդյունն արձագանքով անցավ միջանցքով եւ նա անմիջապես խլացուցիչ ճռնչոցով առաջ քաշեց պողպատե ծանր փականքը։
Գոր Գրիգորյանը հայտնվեց ծուղակում։ Սկզբում նա չհասկացավ, քաշքշում էր դուռը, բռունցքներով խփում դրան։ «Հեյ, բաց արա, էս ինչ կատակներ են», գոռում էր նա։ Դուռը չէր տրվում, նա արգելափակված էր բետոնե պարկի մեջ, որտեղ ջերմաստիճանը -20 աստիճան Ցելսիուս էր։ Նա սկսեց գոռալ, օգնություն կանչել, բայց նրա ճիչերը խլոնում էին հաստ պատերի և կոմպրեսորների աղմուկի մեջ։ Դրան վրայի փոքրիկ սառցակալած պատուհանի միջով նա տեսավ Արամի դեմքը, և ճիշտ այնպես ինչպես Խաչատրյանը, այդ պահին նա ամեն ինչ հասկացավ։ Սարսափը, սառը և կպճուն թափանցեց մինչև ոսկորները, և այդ ցուրտը ավելի սարսափելի էր, քան սառնամանիկը։ «Վարդանյան», խրխրաց նա դեմքը սեղմելով սառցե ապակուն, «բաց արա, ես ամեն ինչ կտամ, փող, մեքենա, բաց արա»։ Արամը լուռ նայում էր նրան։ Նրա աչքերում չկար ոչ չարություն, ոչ խղճահարություն, միայն դատարկություն։ «Դու կսառչես, Գոր», ասաց նա նույնքան կամաց, որքան այն ժամանակ խողովակի մոտ։ «Սկզբում կսառչեն մատերդ, հետո ոտքերդ, դու կդադարես դրանք զգալ, հետո ցուրտը կհասնի սրտիդ, դու կմեռնես դանդաղ, ինչպես սառչում է կենդանի սպանդանոցում, դու հոսիրում միս, Գոր, զգա քեզ նրա կաշվի մեջ»։ Նա նայում էր, թե ինչպես է Գորի դեմքը աղավաղվում սարսափից, թե ինչպես է նա մոլ է գնում խցիկում, սայթաքլելով սառած մսեղիքի վրա։ Նա նայում էր, թե ինչպես է նա հանում իր վրայից հագուստը պարադոքսալ մերկացման նոպայի ժամանակ, երբ սառչող ուղեղը մարմնին կեղծ ազդանշան է տալիս շոքի մասին։ Նա նայում էր, թե ինչպես են Գորի շարժումները դառնում դանդաղ, անճարակ, և երբ նա վերջապես լռեց, կծկվելով անկյունում, Արամը շրջվեց և հեռացավ։ Երկրորդը պատրաստ է։ Մնաց մեկը, ամենագլխավորը, Վարդան Մարգարյանը, որդին այն մարդու, ով այս քաղաքում Աստված էր։ Արամը գիտեր, որ հիմա Վարդանը ձեռքերը ծալած չի նստի։ Նա կհասկանա, որ իրենց վրա որս է հայտարարված, և կսկսի գործել։ Պատերազմը մտնում էր իր վերջին ամենավտանգավոր փուլը։ Գոր Գրիգորյանին գտան միայն երկուշաբթի առավոտյան։ Հերթափոխայինները, ովքեր եկել էին հոսքագիծը միացնելու, երկար ժամանակ չէին կարողանում բացել խցանված համար 4 սառցախցիկի դուռը։ Երբ նրանց դա վերջապես հաջողվեց, լինգերի և ավտոգենի օգնությամբ, սառնամանիքային մշուշից դուրս ընկավ մի բան, որն արդեն քիչ էր հիշեցնում մարդու։ Դա սարսափի սառցե քանդակ էր։ Գոր Գրիգորյանը, քարացած անբնական դիրքով, հատակին կծկված, արյուն լվարված մատներով, որոնցով նա, կորցնելով բանականությունը, փորձել էր քերծելով բացել դռան պողպատե երեսպատումը։ Նրա եղյամապատ դեմքին քարացել էր այնպիսի կենդանական վախի դիմակ, որ նույնիսկ ամեն ինչ տեսած բանվորներն ընկրկեցին և խաչակնքվեցին։ Կոմբինատի տնօրենը, Գորի հայրը, ժամանելով կես ժամանց, միայն հայացք գցեց որդուն և սրտի կաթվածով վայր ընկավ հենց արտադրամասի մուտքի մոտ։ Նրան տարան վերակենդանացման բաժանմունք, իսկ կոմբինատով այնուհետև նաև ողջ քաղաքով տարածվեց ճկուն, սառը լուրը. սա դժբախտ պատահար չէ։ Դուռն արգելափակված էր դրսից, ինչ-որ մեկը փակել էր նրան այնտեղ, ինչ-որ մեկն ուզում էր, որ նա մեռներ դանդաղ ու տանջալից, և այդ ինչ-որ մեկը դեռ քայլում է ինչ-որ տեղ մոտակայքում, ողջերի մեջ։ Քրեական հետախուզության պետ կապիտան Հակոբյանի աշխատասենյակում հեռախոսը պայթում էր զանգերից։ Զանգահարում էին քաղկոմից, զանգահարում էին դատախազությունից, բոլորը պահանջում էին գտնել, պատժել, կանխել, բայց Հակոբյանը, ծեր թրծված մենթը, նստած էր սեղանի մոտ գլուխը բռնած և նայում էր դատարկ թղթին։ Նա գիտեր դեռ այն ժամանակ, երբ գտան Սիմոն Խաչատրյանին խողովակի վրա։ Իսկ հիմա, Գորի մահից հետո, նա այլևս ոչ մի կասկած չուներ։ Դա Վարդանյանն էր, այն նույն հանգիստ կարգավորողը ծեծված շան աչքերով, ում նա, Հակոբյանը, վռնդել էր կաբինետից 2 շաբաթ առաջ, բայց ապացույցներ չկային, ոչ մատնահետերքներ դռան վրա, ոչ վկաներ, ոչ հանցագործության գործիք։ Վարդանյանը մաքուր էր կնական կոմերիդուհու արցունքից, 2 երեկոների համար էլ նա ալիբի ուներ։
Հարևանուհին տեսել էր, թե ինչպես էր նա վերադառնում հիվանդանոցից, իսկ հանրակացարանի պահակը հաստատեց, որ նա տանն է եղել։ Վարդանյանը դարձավ ուրվական, անոր սալի վրի ժառու, ով գործում էր վիրաբույժի ճշգրտությամբ եւ դահիճի դաժանությամբ, իսկ Հակոբյանը հասկանում էր եւս մեկ սարսափելի բան. եթե նա հիմա ձերբակալի Վարդանյանին առանց երկաթե ապացույցների, քաղաքը կպայթի։ Մարդիկ արդեն շշնջում էին, բանվորները գործարաններում, տատիկները նստարաններին, վաճառողուհիները խանութներում։ Բոլորը գիտեին Անիի պատմությունը եւ բոլորը հոգու խորքում, նույնիսկ վախենալով խոստովանել դա իրենք վրիժառուի կողմն էին։ Նրանք տեսնում էին այս մահերի մեջ բարձրագույն արդարություն, երկնային պատիժ, որը հասավ նրանց, ովքեր իրենց աստվածներ էին համարում։ Վարդանյանի ձերբակալությունը կարող էր դառնալ այն կայծը, որից կբռնկվեր խռովությունը, եւ այն ժամանակ կթրջեին ուսադիրները, կթրջեին գլուխները քաղկոմում ու համակարգը, որին ծառայում էր Հակոբյանը, ցնցվեց։ Վարդան Մարգարյանը վերջինը երրորդությունից, քաղաքի տիրոջ որդին, դա հասկացավ միլիցիայից շուտ, նա խելացի էր, ցինիկ եւ վախկոտ այն առանձնահատուկ վախկոտությամբ, որն անկյուն քշված առնետին դարձնում է մահացու վտանգավոր։ Իմանալով գորի մահվան մասին, նա չսպասեց։ Նա հասկացավ, որ հաջորդ գնդակը, օղակը կամ դանակը նախատեսված են իր համար։ Նա վազեց հոր, առաջին քարտուղարի մոտ, դողացող, գունատ, վազվզող աչքերով։ «Պապա, դա նա է, դա Վարդանյանն է, նա սպանեց նրանց, նա կգա իմ հետևից»։ «Մի բան արա, նստեցրու նրան, սպանիր, չգիտեմ», գոռում էր նա, արցունքները քսելով դեմքին։ Հայրը, տխուր, իշխանավոր տղամարդ ծանր հայացքով նայեց որդուն արհամարհանքով։ «Ձենդ կտրիր», մռնչաց նա։ «Դու լակոտ, ինքդ բերեցիր այս փորձանքը մեր գլխին, ես քեզ զգուշացրել էի, մի կպիր ժողովրդի աղջիկներին, բայց հիմա ուշ է։ Եթե մենք նրան դիպչենք պաշտոնապես, աղմուկ կբարձրանա, Երևանը կիմանա, ինձ կհանեն, մենք կանենք այլ կերպ»։ Հանգիստ, առանց միլիցիայի։ Նույն երեկոյան Վարդանին դուրս բերեցին քաղաքից։ Նրան թաքցրեցին Կուսակցության շրջկոմի հատուկ ամառանոցում, քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա, խուլ Սոճու անտառում։ Դա իսկական բունկեր էր, շրջապատված բարձր ցանկապատով ու փշալորով։ Պահպանությունն ուժեղացրել էին։ Սովորական պահակների փոխարեն այնտեղ հերթապահում էին 3 ամրակազմ տղաներ սպորտ կոմիտեից, նախկին բռնցքամարտիկներ, որոնց լավ վճարում էին ավելորդ հարցեր չտալու համար։ Վարդանը նստած էր հսկայական բուխարիով դահլիճում, խմում էր հոր կողմից հատուկ բաշխիչից գողացված վիսկի եւ ցնցվում էր ամեն մի խշշոցից։ Կողքին սեղանի վրա դրված էր լիցավորված մակարով ատրճանակը, որը հայրը տվել էր նրան ամեն դեպքի համար։ Վարդանն իրեն ապահով էր զգում այդ պատերի հետևում, թիկնապահների թիկունքում։ Նա կարծում էր, որ խաբել է մահվանը, բայց մոռացել էր, որ մահը շատ դեմքեր ունի, եւ նրանցից մեկը Արամ Վարդանյանի դեմքն է։ Արամը գիտեր, թե որտեղ են թաքցնում Վարդանին։ Նա դա իմացել էր դեռ նախքան Սև Վոլգաների Շարասյան քաղաքից դուրս գալը։ Նա ուներ իր աղբյուրները, Քարտումի հին հավաքարար Մարո Մորքուրը, ում լվացքի մեքենան նա ժամանակին վերանորոգել էր, լսել էր քարտուղարի խոսակցությունը անվտանգության պետի հետ։ Տեղեկատվությունը փոքր քաղաքում տարածվում է գրիպի վիրուսից ավելի արագ։ Արամն ընդունեց այս մարտահրավերը։ Ամառանոց անտառում, ամրոց, պահպանություն։ Սա արդեն պարզապես պատիժ չէր, դա ռազմական գործողություն էր, վրեժխնդրության սիմֆոնիայի եզրափակիչ ակորդը։ Նա այլևս աշխատանքի չէր գնում։ Նա իր հաշվին արձակուրդ էր վերցրել, իսկ վերջին 2 օրն անցկացրել էր հանգուցյալ հոր ավտոտնակում, որը լիքն էր ամեն տեսակ հնոտիքով։ Բայց Արամի համար դա հնոտիկ չէր, դրանք դետալներ էին։ Կրակմարիչների հին բալոններ, խողովակներ, սառնարանի կոմպրեսոր, բենզինով եւ մեքենայական յուղով լի տարաներ։ Նա զենք էր սարքում, սարսափելի, միջնադարյան, բայց հուսալի զենք, հրանետ։ Նա հիշում էր, թե ինչպես էր Անին սիրում նայել վառարանի կրակին։ Նա ասում էր, որ կրակը մաքրում է, որ այն այրում է ամեն վատ բան, թողնելով միայն մաքուր մոխիր։ Հիմա այս կրակը պետք է մաքրեր երկիրը վերջին արատից, Վարդան Մարգարյանից։ Արամն աշխատում էր օրերով, հոգնածություն չիմանալով։ Նա խառնում էր բենզինը յուղի եւ գուդրոնի հետ, որպեսզի խառնուրդը լինի կպչուն եւ երկար այրվի։ Նա ստուգում էր ճնշումը բալոններում, երակցում էր ծայրափողակները։ Նրա դեմքը նիհարել էր, աչքերը փոս էին ընկել, ձեռքերը սև էին մրից։ Նա նման էր դև դարբնի, որը դժոխային դարբնոցում կռում է վրեժխնդրության սուրը։ Գրոհից առաջ երեկոյան նա գնաց հիվանդանոց, վերջին անգամ։ Անին կրկին նույն կերպ անշարժ պառկած էր, բայց նրա շնչառությունը դարձել էր ավելի մեղմ եւ ընդհատվող։ Բժիշկներն ասում էին, որ օրգանիզմը հանձնվում է,
որ նա մարում է, որովհետև չի ուզում ապրել։ Արամը նստեց կողքին, բռնեց նրա ձեռքը։ «Անի ջան», շշնջաց նա, «համբերիր ևս մի փոքր, մնացել է 1 օր, վաղն ամեն ինչ կավարտվի, ես խոստանում եմ։ Նրանք բոլորը կվճարեն, իսկ հետո մենք միասին կլինենք, ես քեզ այստեղ մենակ չեմ թողնի»։ Նա համբուրեց նրա սառը ճակատը, ոտքի կանգնեց եւ դուրս եկավ։ Նա գիտեր, որ այլևս ողջ չի վերադառնա այս հիվանդասենյակ։ Կամ նա կզոհվի այնտեղ, ամառանոցում, կամ նրան կբռնեն եւ կգնդակահարեն, բայց դա նշանակություն չուներ։ Նրա կյանքն ավարտվել էր այն պուրակում մայիսի 13-ին, հիմա գոյություն ուներ միայն նպատակը։ Չորեքշաբթի լույս գիշերը մութ էր ու անլուսին, իդեալական հորցի համար։ Արամը մոտեցավ անտառին հին Ուրալ մոտոցիկլետով, որը խնդրել էր հարևանից, ասելով, թե ձկնորության է գնում։ Նա թաքցրեց մոտոցիկլետը թփերի մեջ ամառանոցից 1 կիլոմետր հեռավորության վրա եւ ոտքով գնաց։ Նրա մեջքին կախված էր ծանր ինքնաշեն պայուսակ բալոններով։ Ձեռքերում հրանետի ծայրակալն էր, որը քողարկված էր որպես այգու սրսկիչ, իսկ գոտուց կախված էր որսորդական դանակ։ Նա քայլում էր անաղմուկ, գայլի պես, ոտքը դնելով հետքի վրա, իսկ անտառը աղմկում էր, թաքցնելով նրա քայլերի ձայները։ Ամառանոցը փայլում էր լույսերով։ Վարդանը վախենում էր մթությունից եւ հրամայել էր միացնել ամբողջ պարագծի լուսավորությունը, իսկ 3 թիկնապահները ծուլորեն զբոսնում էին ցանկապատի երկայնքով, ծխում էին, զրուցում եւ չէին սպասում հարձակման։ Ով կհամարձակվեր հարձակվել հատուկ օբյեկտի վրա, ինչ որ խելագար բանվոր, դե նրանք նրան մեկ ձեռքով կոլորեն։ Այս ինքնավստահությունը դարձավ նրանց դատավճիռը։ Արամը մոտեցավ ցանկապատին ետնամասից, որտեղ անտառը շատ մոտիկ էր։ Փշալարը հոսանքի տակ էր, բայց Արամը 6-րդ կարգի էլեկտրիկը գիտեր ինչպես շրջանցել այս պաշտպանությունը։ Նա գտավ բաշխիչ վահանակը սյան վրա, ցանկապատից 50 մետր հեռավորության վրա։ Արմատուրայի կտորի 1 ճշգրիտ նետում, կարճ միացում, կայծերի խուրձ եւ լույսը պարագծով մարեց։ Ամառանոցն ընկղմվեց մթության մեջ, պահակները վազվզեցին։ «Էս ինչ գրող է, խցաններն են խփել», գոռաց մեկը։ «Գնամ նայեմ»։ Երկուսը մնացին դարպասի մոտ, մեկը գնաց դեպի վահանակը։ Արամը ցատկեց ցանկապատի վրայով եւ արդեն ներսում էր։ Հիմա նրան տնից բաժանում էին միայն 50 մետր սիզամարկ եւ 2 հաղթանդամ տղա մուտքի մոտ, ու նա չսկսեց թաքնվել։ Նա դուրս եկավ ծառերի ստվերից եւ գնաց ուղիղ նրանց վրա։ Մթության մեջ նրանք միանգամից չհասկացան, թե ով է։ «Հեյ, տղա, կանգնիր, այստեղ չի կարելի», գոռաց հերթափոխի ավակը, ձեռքը գցելով մահակին։ Արամը լուր բարձրացրեց ծայրակալը, կրակայրիչի պիեզոյի չրխկծող եւ հեղուկ կրակի երկար դռռդացող շիտը ճեղքեց գիշերային խավարը։ Դա սարսափելի էր։ Հրե մտրակը հարվածեց գետնին թիկնապահների առջև, ստեղծելով բոցի պատ։ Նրանք ետ շպրտվեցին, դեմքերը ծածկելով ձեռքերը։ «Ետ», գոռաց Արամը, նրա ձայնը ուժեղացված ադրենալինով որոտում էր որպես ահազանգ։ «Հեռացեք, ինձ պետք է միայն նա, ով կանգնի ճանապարհիս, կվարվի»։ Թիկնապահները վարձկաններ էին, այլ ոչ թե հերոսներ։ Աշխատավարձի համար կարելի է դնչին ուտել, բայց ողջ այրվել քարտուղարի լակոտի համար ոչ ոք չէր ուզում։ Տեսնելով հրանետով մարդուն, որի աչքերում խելագարություն էր ցոլում, նրանք արեցին միակ ճիշտ ընտրությունը։ Նրանք փախան դեպի դարպասը, գցելով զենքերը, անիծելով Վարդանին, փողերը եւ այս անիծյալ քաղաքը։ Ճանապարհը ազատ էր, եւ Արամը մոտեցավ տանը։ Երկհարկանի փայտե գերանակապ տուն, որը նման էր ապարանքի, գեղեցիկ, հարմարավետ, խեժի հոտով։ Հիմա այն կդառնա թաղման խարույկ։ Արամը տեսավ, թե ինչպես երկրորդ հարկի պատուհանում ստվեր շողաց։ Վարդանը, նա այնտեղ է, նա ամեն ինչ տեսավ։ Արամը սեղմեց ձգանը։ Կրակի շիթը հարվածեց գլխավոր դռանը, լաքով ներծծված փայտը բռնկվեց ակնթարթորեն, ինչպես լուցկի, ու կրակն ագահորեն լիզեց պատերը, սողալով վեր։ «Վարդան», գոռաց Արամը, «դուրս արի, թե չէ կվարվես առնետի պես։ Ես չեմ գնա, ես կսպասեմ այստեղ»։ Տան ներսում խուճապ սկսվեց։ Վարդանը մոլեգնում էր սենյակում, ծուխն արդեն ներթափանցում էր ճեղքերից։ Նա լսում էր կրակի ճարճատյունը, զգում էր տապը։ Նա վերցրեց հեռախոսը, բայց գիծը մեռած էր։ Արամը կտրել էր լարը դեռ մոտենալիս։ Վարդանը վազեց պատուհանի մոտ։ Ներքևում հրդեհի լույսի ներքո կանգնած էր Արամը։ Նա կանգնած էր անշարժ, ինչպես կոմանդորի արձանը, հրանետը ձեռքերում եւ նայում էր վերև, ու նրանց հայացքները հանդիպեցին։ Եվ այս հայացքի մեջ Վարդանը կարդաց իր ճակատագիրը։ Ներում չի լինելու, պայմանավորվածություններ չեն լինելու։ Դու կսատկես տականք, գոռաց Վարդանը աթոռով կոտրելով ապակին։
Նա դուրս հանեց ատրճանակով ձեռքն ու սկսեց կույր կրակել։ Գնդակները թափում էին ճյուղերը, խրվում գետնին Արամի ոտքերի մոտ։ Մի գնդակը քերծեց ուսը, պատրելով բաճկոնն ու վնասելով մաշկը։ Արամը նույնիսկ չցնցվեց։ Նա պարզապես բարձրացրեց ծայրակալն ու կրակի շիտն ուղղեց հենց կոտրված պատուհանի մեջ։ Վարդանը ճչալով ետ նահանջեց դեպի սենյակի խորքը, վարագույրները բռնկվեցին։ Կրակը ներխուժեց ներս, լափելով գորգերը, կահույքը, թանկարժեք երեսպատումը, իսկ տունը վերածվում էր ջահի։ Հսկայական խարույկ, տեսանելի կիլոմետրերից։ Հրշեջ մեքենաների ազդանշաններն արդեն լսվում էին ինչ-որտեղ հեռվում, բայց Արամը գիտեր, նրանք չեն հասցնի։ Ոչ ոք չի հասցնի։ Սա նրա եւ Վարդանի միջև էր։ Նա սպասում էր, քանի որ գիտեր, որ կրակի վախը ավելի ուժեղ է մարդու հանդեպ ունեցած վախից։ Վարդանը դուրս կգա, նա ստիպված կլինի դուրս գալ, եւ այն ժամանակ կկատարվի արդարադատության վերջին ակտը։ Եվ նա դուրս եկավ։ Մեկ րոպե անց, երբ տանիքն արդեն սկսել էր փլուզվել, էտնամուտքի դուռը ճռնչով բացվեց։ Վարդան Մարգարյանը հազալով, խանձված մազերով, պատռված վերնաշապիկով դուրս ընկավ խոտերի վրա։ Նա սողում էր չորակետ, ակահորեն օդ կուլ տալով։ Նա խղճուկ էր։ Նրա գոռոզությունից, մաժորական փայլից հետք անգամ չէր մնացել։ Հիմա դա պարզապես վախեցած դողացող արարած էր, որն ուզում էր ապրել։ Արամը դանդաղ մոտեցավ նրան։ Մեջքի բալոնները դատարկ էին։ Նա գցեց գետնին։ Հրանետն այլևս պետք չէր։ Հիմա ամեն ինչ կորոշեն ձեռքերը։ Նա հանեց դանակը։ Վարդանը բարձրացրեց գլուխը, տեսավ դանակը, տեսավ Արամի աչքերը։ Պետք չի, խրխրաց նա։ Արամ, ես ամեն ինչ պապային կասեմ, նա քեզ փող կտա, շատ փող։ Գնա այստեղից, մոռացիր։ Փող, վերահարցրեց Արամը։ Նա ոտքով խփեց Վարդանի կողքին, նրան մեջքի վրա շրջելով։ Դու կարծում ես ամեն ինչ կարելի է գնել, պատիվ, կյանք, սեր, ինչ արժե Անիի կյանքը, Վարդան։ Որքան վճարեցիր նրա արցունքների համար։ Նա ոտքը դրեց նրա կրծքին, ճզմելով գետնին, իսկ դանակի շեղբը փայլատակեց հրդեհի լույսի տակ։ Վեր կաց, ասաց Արամը։ Վեր կաց ու կռվիր, եթե տղամարդ ես, կամ մեռիր շամ պես։ Վարդանը վեր չկացավ։ Նա կաղկանձեց, ձեռքերով ծածկելով դեմքը։ Արամը բարձրացրեց դանակը։ Այդ պահին հեռվում լսվեց շարժիչների աղմուկ։ Միլիցիա, հրժեշներ, նրանք արդեն մոտ էին։ Արամին վարկյաններ էին մնացել։ Վարկյաններ, վերջակետ դնելու, ավարտելու այն, հանուն ինչին նա զոհաբերեց իր հոգին։ Դանակով ձեռքը դողաց ոչ թե խղճահարությունից, այլ գիտակցումից, որ հիմա նա կանցնի վերջին սահմանագիծը, որից այն կողմ ետդարձ չկա։ Ազդանշանների ձայնն ավելի էր բարձրանում։ Այն պտուտվում էր գիշերային օդի մեջ, խառնվելով այրվող փայտի ճարճատյունի եւ քամու ոռնոցի հետ։ Փարոսիկների կապույտ ու կարմիր ցոլքերն արդեն պարում էին սոճիների գագաթներին, ճեղքելով անտառի խիտ խավարը։ Բայց Արամ Վարդանյանի համար այս աղմուկը գոյություն ուներ ինչ-որ այլ չափումում։ Նրա աշխարհում, որը նեղացել էր մինչև հրդեհով լուսավորված հողի փոքրիկ կտորը, կային միայն ինքը, դանակի շեղբը եւ Վարդան Մարգարյանի աչքերը։ Աչքեր, որոնցում ծփում էր նախնադարյան կենթանական սարսափը։ Վարդանը, քաղաքի տիրոջ որդին, ոսկե տղան, որ սովոր էր, որ աշխարհն ընկած է իր ոտքերի տակ, հիմա գլորվում էր ցեխի մեջ, կաղկանձում եւ պղպջակներ էր բաց թողնում, ինչպես նորածին լակոտը։ Նրա ողջ գոռոզությունը, ողջ ցուցադրական իշխանությունը թափվեցին նրա վրայից որպես կեղև, մերկացնելով նեխած փտած միջուկը։ Արամը նայում էր նրան եւ ոչինչ չէր զգում, ոչ հաղթանակ, ոչ չարություն, ոչ անգամ բավարարվածություն։ Նրա ներսում խանձված անապատ էր, նույնքան մեռած եւ սև, որքան այրվող տան շուրջ եղած հողը։ Նա հասկանում էր, որ հիմա եթե իջեցնի դանակը, եթե թույլ տա միլիցիային Վարդանին օղջ վերցնել, արդարություն չի լինելու։ Պապաքարտուղարը կմիացնի կապերը, կգտնի լավագույն փաստաբաններին, կկաշառի դատավորներին, կվախեցնի վկաներին, Վարդանին անմեղսունակ կճանաչեն, կուղարկեն էլիտար բուժարան 1 տարով, իսկ հետո բաց կթողնեն, ու նա նորից կապրի, կխմի, կքեֆի, կծիծաղի, իսկ Անին կպարկի հում հողի մեջ։ Ոչ, կամաց ասաց Արամը, այս բառն ընկավ ծանր կարեպես։ Դատ չի լինելու, դատն այստեղ է։ Վարդանը տեսավ, թե ինչպես փոխվեց Արամի դեմքը, այն դարձավ հանգիստ, սարսափելի իր հանգստության մեջ։ Նա հասկացավ, որ փողերը չեն օգնի։ Նա փորձեց ետ սողալ, ոտքերով քայլելով խոտերի վրայով, բայց Արամը ոտքը դրեց նրա կրծքին ծանր կիրզայե կոշիկով։ Կողոսկրերը ջրթացին ու Վարդանը խրխրաց։ Սա քեզ զգեստի համար, ասաց Արամը կռանալով։ Նրա ձայնը հարթ էր, գրեթե քնքուշ։ Նա հարվածեց դանակով, ոչ թե սրտին, այլ ուսին։ Վարդանը ոռնաց։ Սա քեզ արցունքների համար։ Երկրորդ հարվածը ազդրին, ցավը կուրացնող էր։
Վարդանը տապլվում էր գետնին, ինչպես ափ նետված ձուկ։ Իսկ սա վադիկ, այն բանի համար, որ դուք սպանեցիք երկուսիս։ Երրորդ հարվածը գթասիրտ էր։ Շեղբը մտավ ճիշտ ձախ կողոսկրի տակ, ճանապարհ հարթելով դեպի մաժորի նեխած վախկոտ սիրտը։ Վարդանը ցնցվեց, աղեղնաձև ճկվեց եւ լռեց։ Նրա աչքերը, լայն բացված, նայում էին այրվող տանը, կրակին, որն ինքն էր վառել իր ցանկասիրությամբ եւ ամենաթողությամբ։ Արամը սրբեց տանակը խոտի վրա եւ ոտքի կանգնեց։ Ամեն ինչ ավարտվեց։ Մայիսի 13-ը, որը սկսվել էր պուրակում, ավարտվեց այստեղ, էլիտար ամառանոցում, արյան լճակի եւ մոխրի մեջ։ Նա գցեց տանակը մարմնի կողքին։ Նա չէր պատրաստվում փախչել, փախչելու տեղ չկար։ Նրա կյանքը, նրա իսկական կյանքը մնացել էր այնտեղ, հիվանդանոցի հիվանդասենյակում, մահացող հարսնացուի կողքին։ Ամառանոցի դարպասները բացվեցին, բակ մտան 2 միլիցիայի մեքենաներ եւ հրշեջ ջոկատ։ Գազիկից դուրս թռավ կապիտան Հակոբյանը, ատրճանակը ձեռքին։ Նրա հետևից վազում էին օպերատիվ աշխատակիցները։ Նրանք տեսան այրվող տունը, որը նման էր հսկայական ջահի։ Նրանք տեսան Վարդանի մարմինը, փռված գետնին, եւ նրանք տեսան Արամին։ Նա նստած էր շրջված գերանին, մեջքով դեպի կրակը, դեմքով դեպի անտառը։ Նրա ձեռքերը մրից սևացած եւ արյունից կարմրած, հանգիստ դրված էին ծնկներին։ Նա նայում էր աստղերին, որոնք երևում էին ծխի միջով։ «Տեղիթդ չշարժվես, կկրակեմ», գոռաց երիտասարդ լեյտենանտը ավտոմատն ուղղելով Արամին։ «Հրաժարվել», մռնչաց Հակոբյանը։ Նա իջեցրեց ատրճանակը եւ դանդաղ գնաց դեպի Արամը։ Նա ամեն ինչ հասկացավ առաջին հայացքից։ Նրան պետք չէր ստուգել Վարդանի պուլսը։ Նրան պետք չէր հարցնել, թե ով է դա արել։ Հակոբյանը մոտեցավ եւ նստեց կողքին, գերանին։ Հրդեհի տապը անտանելի էր, բայց Արամը կարծես չէր նկատում այն։ «Հասկանում ես ինչ ես արել, Արամ», հարցրեց Հակոբյանը կամաց։ Նրա ձայնի մեջ ղեկավարական պողպատ չկար, միայն անսահման հոգնածություն։ «Դուք հո քեզ կորցնեցիր, ինչու»։ Արամը գլուխը շրջեց դեպի նրան։ Նրա դեմքը ծածկված էր մրով, բայց աչքերը, պարզ եւ դատարկ, փայլում էին տարօրինակ լույսով։ «Ես նրանց գտա, քաղաքացի պետ», ասաց նա պարզապես։ «Բոլոր երեքին։ Ես խոստացել էի նրան, ես խոսքս պահեցի»։ «Նրանց կնստացնեին միգուցե», անվստահ ասաց Հակոբյանը հայացքը թեքելով։ «Մի ստեց ինձ եւ ինքներդ ձեզ էլ մի ստեք», քմծիծաղ տվեց Արամը։ «Ոչ ոք նրանց չէր նստացնի»։ Դուք ինքներդ ասացիք, համակարգն իրենցիներին չի հանձնում։ Ես պարզապես ուղեցի սխալը ձեր համակարգում։ Ես ջնջեցի վիրուսը։ Հակոբյանը լռում էր։ Նա հանեց բելոմորի տուփը, մեկնեց Արամին։ Նա վերցրեց ծխախոտը։ Հակոբյանը ճրկացրեց լուցկին ու նրանք ծխեցին։ Երկու տղամարդ նստած խարույկի մոտ, որտեղ այրվում էին միլիոնավոր ռուբլիներ եւ 3 մարդկային կյանքեր։ Մեկը օրենքի պաշտպան, ով չկարողացավ պաշտպանել օրենքը։ Մյուսը հանցագործ, որն այդ օրենքը վերականգնեց իր հոգու գնով։ Ինչպես է նա, հարցրեց Արամը երկար դադարից հետո։ Վատ, պատասխանեց Հակոբյանը։ Կես ժամ առաջ զանգեցին հիվանդանոցից։ Վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Սիրտը Արամը գլխով արեց։ Նա գիտեր, նա զգում էր։ Գնացինք, Արամ, ասաց Հակոբյանը ոտքի կանգնելով եւ տրորելով ծխախոտի մնացորդը։ Չեմ կարող քեզ այստեղ թողնել, ծառայության պարտք է։ Արամը ոտքի կանգնեց։ Նա ինքը մեկնեց ձեռքերը։ Հակոբյանը հանեց ձեռնաշղթանարը, բայց նայելով Արամի աչքերին, այն ետ դրեց գրպանը։ Այսպես արի, ասաց նա։ Չես փախչի, չէ՞։ Չեմ փախչի, համաձայնեց Արամը։ Նրան նստեցրին մեքենան։ Մեքենան շարժվեց, տանելով ակամա մարդասպանին հեռու իր վերջին հանցագործության վայրից։ Հրշեջները սկսեցին հանգցնել տունը, բայց այնտեղ փրկելու բան այլևս չկար։ Կրակն արել էր իր գործը։ Այն մաքրել էր հողը։ Այն նույն պահին, երբ նախնական կալանքի խցի դռները շրքղոցով փակվեցին Արամ Վարդանյանի մեջքի հետևում, թիվ 1 քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կանգ առավ Անիի սիրտը։ Սարքերը երկարատև ծրծացին, մոնիտորի վրա նկարելով ուղիղ կանաչ գիծ։ Բժիշկները փորձում էին այն գործարկել, մերսում էին անում, ադրենալին էին ներարկում։ Բայց Անին հեռացավ։ Նա սպասում էր մինչև նա ավարտի։ Նա կարճած էր այս կյանքից միայն հանուն նրա, որպեսզի նա մենակ չմնա իր պատերազմում։ Հիմա, երբ պատերազմն ավարտվել էր, նա կարող էր հեռանալ։ Հեռանալ այնտեղ,
որտեղ չկա ցավ, չկան մաժորներ, չկա դավաճանություն, այնտեղ, որտեղ ինքն ու Արամը նորից կքայլեն ափով, երիտասարդ եւ երջանիկ։ Հետաքննությունը տևեց 3 ամիս։ Գործը աղմուկոր էր, բայց փակ։ Երևանից հանձնաժողով եկավ քաղաք։ Գլուխներ թռան։ Պաշտոնից հեռացրին Վարդանի հորը, քաղկոմի առաջին քարտուղարին, ընտանիքի մարոյական քայքայման եւ զգոնության կորուստի համար։ Աշխատանքից ազատեցին դատախազին, Սիմոնի քեռուն։ Մսի կոմբինատի տնօրենը, Գորի հայրը, կատվածից հետո հաշմանդամ մնաց եւ անցավ թոշակի։ Համակարգը վախենալով հրապարակայնությունից եւ ժողովրդի զայրույթից, սկսեց լափել ինքն իրեն, ազատվելով թույլ օղակներից։ Բայց դա Արամին չփրկեց։ Նրան դատեցին ցուցադրաբար։ Նրան խոսք չտվեցին։ Նրան նշանակեցին պետական փաստաբան, ով մրմնջում էր ինչ-որ բան աֆեկտի վիճակի մասին, բայց դատավորը, մարզից ուղարկված քարե դեմքով խիստ մի տղամարդ, անդրդվելի էր։ Եռակի սպանություն, առանձնակի դաժանությամբ, հանրության համար վտանգավոր եղանակով, սոցիալիստական համակեցության հիմքերի խարխլում, դատավճիռը կանխատեսելի էր։ Պատժի առավելագույն չափ, գնդակահարություն։ Երբ դատավորն ընթերցում էր դատավճիռը, դահլիճում գերեզմանային լռություն էր։ Ներկա էին միայն ստուգված մարդիկ, դրուժիննիկներ, կուսակցական ակտիվը, բարեկամներին ներս չէին թողել։ Արամը լսում էր դատավճիռը, հանգիստ նայելով ուղիղ դատավորի աչքերին։ Նա ներում չխնդրեց, նա վճռաբեկ բողոքներ չգրեց, նա մահն ընդունեց որպես փրկություն։ 1973 թվականի նոյեմբեր, քնչական մեկուսարանի նկուղ, կանաչ ներկով ներկված նույն այն միջանցքը, որը հազարավոր վերջին քայլեր էր տեսել։ Արամը քայլում էր դրանով թեթև, նա 26 տարեկան էր, նա ալեխառնվել էր այս կես տարվա ընթացքում, նրա դեմքն ակոսվել էր կնճիրներով, բայց աչքերը մնում էին պարզ։ Պահակը բացեց ծանր դուռը, գնդակահարության սենյակ, թեփով ցանված բետոնե հատակ, դատախազ, բժիշկ դահիճ, ստանդարտ ընթացակարգ։ Հանուն խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության սկսեց կարդալ դատախազը, բայց լռեց Արամի հայացքի տակ։ Պետք չէ, ասաց Արամը, ես գիտեմ ում անունով եք սպանում, կրակեք, ես ուզում եմ նրա մոտ գնալ։ Դահիճը, ամրակազմ դատարկ աչքերով մի տղամարդ, բարձրացրեց ատրճանակը։ Արամը փակեց աչքերը։ Վերքին ակնթարթին նրա առաջ ոչ նկուղ կար, ոչ դատախազ, նրա առաջ մայիսյան այգին էր, ծաղկած խնձորենիները, արևը եւ անին, սպիտակ զգեստով, ով մեկնում էր նրան ձեռքն ու ժպտում։ Գալիս եմ, հարազատս, շշնջաց նա։ Կրակոցը հնչեց չոր եւ կարճ։ Արամ Վարդանյանի մարմինն ընկավ թեփի վրա։ Բժիշկն արձանագրեց մահը։ Գործը փակվեց, բայց քաղաքում այս պատմությունը չմեռավ։ Այն փոխանցում էին բերնեբերան, շշուկով, խոհանոցներում։ Մարդիկ Արամին մարդասպան չէին անվանում, նրանք նրան անվանում էին փեսածու։ Նրա գերեզմանը գոյություն չուներ։ Մարմինը, ինչպես եւ կարգն էր որպես գնդակահարվածի, թաղեցին անանուն փոսում, հատուկ պոլիգոնում, բայց Անիի գերեզմանին միշտ տարվա ցանկացած եղանակի թարմ ծաղիկներ էին դրված։ Ով էր դրանք բերում։ Գուցե կապիտան Հակոբյանը, ով այս գործից հետո հեռացավ մարմիններից եւ հարբեցող դարձավ։ Կամ պարզ մարդիկ, որոնց համար Արամը դարձավ խորհրդանիշն այն բանի, որ անգամ մեկ մարդը, անկյուն քշվելով, կարող է ավելի սարսափելի դառնալ ամբողջ համակարգից։ Ասում են, որ Մարգարյանների այրված ամառանոցի տեղում այդպես էլ ոչինչ չկառուցեցին։ Շուրջ բոլորն անտառը չորացավ, իսկ հողը մնաց սև։ Տեղացիներն այդ վայրը շրջանցում են։ Նրանք ասում են, որ գիշերներն այնտեղ երբեմն լսվում է կրակի ճարճատյուն եւ խուլ, հանգիստ ձայն։ Դատ չի լինելու, դատն այստեղ է։ Այս պատմությունը սարսափելի հուշարձանն է այն դարաշրջանի, երբ հավասարության եւ եղբայրության մասին գեղեցիկ կարգախոսների տակ թաքնված էր ցինիզմի եւ անպատժելիության անդունդը, երբ էլիտայի երեխաները կարող էին կոտրել հասարակ մարդկանց կյանքերը, համարելով նրանց սպառման նյութ, եւ երբ արդարությունը ստիպված էին ձեռք բերել հրով եւ սրով, կորցնելով դրա հետ մեկտեղ մարդկային կերպարանքը։ Ընկերներ, սա ծանրագույն պատմություն էր։ Պատմություն սիրո մասին, որը դարձավ մահվան դատավճիռ, եւ վրեժի մասին, որը դարձավ գոյատևելու միակ միջոցը։ Արամ Վարդանյանը խաչ քաշեց օրենքի, բարոյականության մի սպանիր պատվիրանի վրա։ Նա դարձավ հրեշ, որպիսի ոչնչացնի այլ հրեշների։
բայց կարելի է նրան դատել։ Պատկերացրեք ձեզ նրա տեղում։ Ձեր սիրելիին, ձեր կյանքը տրորեցին, իսկ օրենքը ծիծաղում է ձեր երեսին։ Դուք ինչ կանեիք։ Կհամակերպվեիք, կուլ կտայիք վիրավորանքն ու կապրեիք շարունակելով, իմանալով, որ տականքներն ազատության մեջ են, թե զենք կվերցնեիք ձեռքներդ, իմանալով, որ դա ճանապարհ է միայն մեկ ուղղությամբ։ Ո՞վ է նա ձեզ համար։ Սառնասիրտ մարդասպան, որն արժանի էր գնդակահարության, թե ժողովրդական վրիժառու, ողբերգության հերոս, որին կոտրեց համակարգը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Սա շատ բարդ բարոյական ընտրություն է, եւ ճիշտ պատասխան այստեղ գուցե չկա։ Դրեք լայք, եթե այս պատմությունը ձեզ հուզեց։ Բաժանորդագրվեք ալիքին, որպիսի բաց չթողնեք մեր պատմության մութ էջերի նոր հետաքննությունները։ Առջևում մեզ սպասում են գործեր, որոնցից արյունը սառչում է երակներում, գաղտնիքներ, որոնք թաքցնում էին տասնամյակներ շարունակ, եւ իշխանության ջրաղացամարերով աղացված ճակատագրեր։ Պահպանեք ձեր հարազատներին եւ հիշեք, չարը միշտ վերադառնում է բումերանգով, նույնիսկ եթե դրա համար այն պետք է դնի հասարակ բանավոր տղայի դիմաք։ Մինչ հանդիպում։